Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ ուրախ եմ, երբ որ դուք ձեր արձագանքները, ձեր առաջարկները հղում եք մեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս հաղորդումը ձերն է եւ դուք կարող եք այն ունենալ այնպիսին, ինչպիսին որ դուք եք ուզում։ Շնորհակալություն։ Իմ ջերմ ողջույնները մեր սփյուռքահայ բարեկամներին, մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին։ Շարունակեք այդպես մասնակիցը լինել մեր հաղորդումների եւ կտեսնեք, որ հաղորդումները կդառնան ել ավելի գրավիչ ձեր համար։ Բարեկամներ, այսօր ես հյուր ունեմ եւ իմ հյուրն է Տիրամայր արհեստի դպրոցի հասարակական սնունդ ուսումնական հոսքի պատասխանատու ուսուցչուհի Գայանե Աբոյանը։ Ողջույն Գայանե։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ մենք նորից միասին ենք եւ շատ ուրախ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը եւ միասին պիտի պատրաստենք։ Գայանե ջան, ինչ ենք պատրաստելու։ Հիմա պատրաստելու ենք բրոկոլիով աղցան, պահքին շատ հարմար աղցան է եւ շատ համով, առողջության համար շատ օգտակար։ Այս սա ամենակարևորն է, համով եւ օգտակար։ Ինչ բաղադրություն, Մեջը օգտագործել ենք բրոկոլի, լոլիկ չերի, կանաչ սող, հազար։ Այո։ Փող կամ սեկան։ Այո։ Եվ ընկույզ։ Եվ ընկույզ, ընկույզ, չէ, հնդկական ընկույզ, որ խնդրեմ թասը կփոխանցի։ Ես գիտեմ, որ ընկույզը հայկական չի լինում, կամ պիտի լինի հունական կամ հնդկական կամ բան, մենք ընկույզ չունենք։ Լավ, ինչ ենք անելու։ Սկզբի համար մանրացնում ենք 1000-ը։ Ես կարող եմ ձեռքով մանրացնել։ Այո, հենց ձեռքով պիտի։ Ես էլ մանրացնեմ բրոկոլին, դեպ կուզենայի բրոկոլիի համար ասել, որ շատ առողջության համար լավ ուտեստ է, ինչու որովհետև բազմաթիվ հիվանդություններ կան, որ կարելի է բուժել հենց բրոկոլի սնվելու, չեմ ասում լիարժեք բուժում են, բայց մարդիկ օգտագործում են։ Ես ուղղակի առաջարկում եմ ոչ թե հիվանդություն բուժենք, այլ օգտագործենք այն օգտակար սնվենք, որպեսզի կանխարգելենք, այո։ Կանխարգելենք հիվանդությունները, այո։ Իդեպ ասեմ, որ նրանք ովքեր ուզում են նիհարել, շատ լավ միջոց է նիհարելու համար։ Այո։ Այո, եւ միաժամանակ հակաքաղցկեղային է։ Այո։ Ու ավելի շատ վիտամին C է պարունակում, քան թե նարինջը։ Ես չգիտեմ այդ ինչ դու այսպես ակնարկեցիր նրանց մասին ով ուզում են նիհարել, ես չգիտեմ։ Այո, շատ կարևոր է։ Դու այդ ակնարկը հենց ինձ համար արեցիր, թե ոչ։ Բայց բրոկոլին երիկ է, հա, այս եթե շատ դնենք, երևի շատ նիհարեն։ Դրեք։ Շատ դնելը մեզ համար վնաս չի։ Հա։ Այո։ Լավ, թող շատ նիհարենք։ Իրականում երևի համաձայն ես ինձ հետ, որ մենք պիտի ուղղակի առողջ սնունդ օգտագործենք եւ օգտագործենք օգտակար սնունդ։ Օգտվենք մեր հիասքանչ բնաշխարհի հարստությունը։ Բրոկոլին արդեն կարող ենք համարել նաեւ տեղային, որովհետև արդեն տեղայնացված է։ Աճեցնում են տեղայնացված է։ Բարեկամներ, կարևորը սերմը չէ, կարևորը միջավայրն է, որտեղ սերմը տալիս է լավ պտուղ։ Ես կավելացնեի նաև այն հողն է, որտեղից աճում է։ Այդ դրա մասին է խոսքը։ Մեր բնաշխարհը, մեր հայրենիքը, սուրբ հայրենիքը այնպիսի միջավայր է, որ յուրաքանչյուր սերմ այնտեղ չի կարող վատ պտուղ տալ։ Ավելացրեցինք։ Մի փոքր կանաչ սող, շատ չէ։ Ես առաջարկում եմ սոխնել այսպես ձեռքերով, ինչ կարծիք ես։ Ոնց հարմար կգտնեք։ Հա։ Այո։ Կանաչի։ Ձեռքով կտրատենք, թե։ Ձեռքով կտրատենք, որ մեր մատերի ջերմությունը, մեր հոգու ջերմությունը եւ մեր սերը փոխանցվի այս ուտեստին, ուտեստի միջոցով ճաշակողին, ճաշակողի միջոցով հայրենիքին, հայրենիքի միջոցով մեր սուրբ ազգին։ Համաձայն եմ։ Ավելացնում եմ հնդկական ընկույզը։ Այո։ Որն էլ սննդարար է մարդու ուղեղի աշխատանքի համար։ Բոլոր ընկույզները միայն օգտակար են ուղեղի համար։ Մի փոքր աղ, շատ չէ։ Կիտրոնի հյութ։ Այո։ Շատ քիչ։ Եվ ցիտայով։
ձեռքով չեմ խառնում։ Այսպես խառնեմ ես։ Խառնեցիք։ Ավելի լավ։ Շատ լավ, հաճելի է, Թեթև, գունավոր, եւ գունավոր եւ տեսողական։ Այո, ահա, խնդրեմ։ Ինձ այն ապսենքը փոխանցեք, որ տեղափոխենք մեջը։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ շատ հետաքրքիր է քո հետ աշխատելը։ Շնորհակալություն։ Լավ է։ Շատ լավ։ Մեր էսի վերցնեմ։ Այո։ Ապսեի կողքը միակ ծրվենք վերջնական, որպեսզի մաքուր լինի։ Մեր աղցանը պատրաստ է։ Աղցանը պատրաստ է։ Գայանե ջան, ես ուզում եմ, որ դու ինչ առաջարկ ունես, ինչ հղում ունես առ մեր հերոստատիտող։ Կարող ես օգտվել առիթից եւ քո ցանկությունները հայտնել մեր հերոստատողներին։ Մեր հերոստատիտողներին ընդամենը մաղթում եմ առողջություն, որովհետև շատ կարևոր է յուրաքանչյուրի համար եւ առողջ լինելու համար շատ կարևոր է առողջ սնունդը։ Դրա համար շատ կարևոր է, որ նրանք երբ ընտրում են ինչ-որ բան ուտել, ճիշտ համակցված լինի եւ լավ արդյունք տա։ Արդյունք տա, այո։ Այնպես որ բարեախորժակ։ Ապրես դու։ Հարգելի հերոստատիտողներ, ինձ մնում է ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գայանեին։ Այո, բարեկամներ, մենք ունենք նաեւ այսպիսի ուսուցչուհիներ, ովքեր որ դասավանդում են, սովորեցնում են պատրաստել խոհանոցին։ Շնորհակալություն Գայանե։ Քեզ ցանկանում եմ վառ երևակայություն եւ համառություն, այնինչ դու ունես արդեն եւ ավելացնես։ Շատ շնորհակալ եմ։ Հարգելի հերոստատիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, շատ ցավալի է, որ մենք արդեն հրաժեշտ ենք տալիս, բայց հույս ունենք, որ նորից ու նորից կհանդիպենք եւ Գայանեի հետ եւ ընդհանրապես մեր խոհանոցի հետ կապված այլ անձնավորությունների հետ։ Ուղղակի ցանկությունս է, որ մենք անսանք Գայանեի հորդորին եւ սնվենք ճիշտ եւ սնվենք առողջ սննդով, այսինքն հայկական ազգային խոհանոցով։ Բարեկամներ, յուրաքանչյուր հանդիպում թող ունենա արդյունք, այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, լինենք մի քիչ բարի, լինենք միակամ, հպարտանանք հայ լինելու համար եւ ապագան մերն է լինելու եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Աղցան, բրոկոլի 300 գրամ, լոլիկ 200 գրամ, կանաչ սող 10 գրամ, 1000 1 կապ, ողկ 1 կապ, ընկույզ 100 գրամ, համեմ, ձիթապտղի ձեթ, կիտրոնի հյութ, աղ, բարեախորժակ։